Պացիենտներին սկսեցինք ընդունել հաջորդ օրը, ամսի 26-ից, ժամը հստակ չեմ հիշի, երևի կեսօրին 2-ի կողմերն էր, որ առաջի շտապօգնության մեքենան եկավ եւ մի շտապօգնության մեքենայով տեղափոխվում էր մի քանի պացիենտ, բնականաբար բոլորին շատ արագ առաջի բուժօգնությունը ցուցաբերվեց, որտեղ մեծ մասին անգամ առաջի բուժօգնություն ցուցաբերված չէր, պարզապես պատրաստված էին տեղափոխման այդ պացիենտները, շատերը բավարար քանակությամբ հեղուկներ չէին ստացել, մի մասը անգամ վիրակապված չէին, բայց այրվածքի դեպքում անգամ շատ ծանր այրվածքների ժամանակ մենք գիտենք, որ առաջի մի քանի օրվա ընթացքում հիվանդի մոտ քանի դեռ թունավորումը չի զարգացել, այդտենց ինչ որ էյֆորիկ կիսաշոկային վիճակի մեջ պացիենտները բավականին adekvat էին, կարողանում էին ինքնուրույն քայլել, տեղափոխվել։ Մենք պացիենտ ենք ունեցել, ում այդ օրը ուղեկցել ենք դեպի երկրորդ հարկի ռեանիմացիոն բաժանում, հաջորդ օրը առավոտյան իմացել ենք, որ հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է։ Իսկ մինչ դա ինքը անունազգանուն, հասցե, տվյալները բոլորը կարողանում էին ներկայացնել։